Աննա Հակոբյանն ասում է, որ զոհվածի մայրն իրեն սպառնացել է, թե իր երեխային կկտրտի ու դագաղի մեջ իրեն կհանձնի, հավատում եք նրան։ Աննա Հակոբյանը ովա որ տենց բանել ասի, իրան պետք է կտրտեն դնեն դագաղի մեջ։ Աննա Հակոբյանը։ Շատ բան ասում։ Ես չեմ հարկում իրեն։ Խալաթալուն։ Չէ։ Աշխելքի եկեք, լավ էլի բալա։ Իհարկե ոչ։ Որովհետև անհնարին բան է։ Ոնց կարող է մայրը իր երեխայի նկատմամբ նման ձևի վառել։ Հերթական ստերն է։ Ոչ։ Որտեվ իրանք բոլորը սուտ են խոսում, ինչ խոսում են։ Չէ, այդպես բան չկա։ Չկա ասիչա։ Չէ, չի լինի։ Հնարավոր է որ զոհվածի մայրը նման բան ասի։ Չէ։ Իրա սուքը թողած իր երեխուն բան անում։ Իրա սուքը թողած իր երեխունը բան անում, չի ասիչ։ Չէ, ասում ես ոչ մի բան չհավատում եմ, չէ։ Ճիշտն ասած չեմ հավատում։ Օ, ես ոչ։ Ես չեմ լսել։ Մայրն իրեն Այդ մասին չխոսանք, լավ։ Աննա Հակոբյանն ասում է, որ զոհվածի մայրն իրեն սպառնացել է, թե իր երեխային կկտրտի ու դագաղի մեջ իրեն կհանձնի, հավատում եք։ Աննա Հակոբյանի տեղը մուսուրի բակն է։ Կլինի իրեն տեղը մուսուրի բակն է։ Ինչու եք այդպես կարծում։ Պաուզ պիտի ասեմ։ Համայ պիտի գցես մուսուրի բակը։ Մուսուրի բակը։ Ավելի։ Չեմ ճանաչում ու մասին է խոսքը, լավ։ Աննա Հակոբյանին չեք ճանաչում։ Ոչ։ Դա ոչ մեկը չի կարող ասել։ Սխալ արտահայտություններ են դրանք։ Ինչու է խաբում Աննա Հակոբյանը դեպքում ձեր կարծիքով։ Չգիտեմ, ակտիվ լինելու համար, իրեն ցույց տալու համար, բայց նման արտահայտություն ոչ մեկը չի կարող անել։ Բոլորը կխոնարհվեն դրանց դեմը։ Չէ, ես չեմ հավատում, եւ ոչ մեկը չի հավատա, աղջիկ ջան։ Աննա Հակոբյանն ասում է, որ զոհվածի մայրն իրեն սպառնացել է, թե իր երեխային կկտրտի ու դագաղի մեջ իրեն կհանձնի, հավատում եք նրան։ Դե Աննա Հակոբյանը անբարո կերպար է, ինչ ասես կարա անի։ Իրանից ամեն ինչ սпасել է։ Եթե ամեն մեկը այն որ ժամանակին 50-50 Սաշիկին էինք ասում, ինքը արդեն 55-ից է սկսել մտնել տոկոսի մեջ ու գիտեն կանոններով ում աստիպում, հենց ինչ որ մեկի հետ արդեն լավ չի, սկսում են ստուգումներ, սկսում են ճնշումներ։ Ինչ ասեմ, ինքը պարզել չի ինքը ով է։ Ինքը անհայտ կերպար է, որ հայտնվեց մեր ուսերի վրա, ու այսօրվա օրը մարդամեկի հետ տերոր է ենթարկում մի ամբողջ ազգ։ Ու ոչ այնքան ճշգրտված տվյալներով, բայց շշուկներ են տարածվում, որ ուզում են արդեն դնեն իրան պաշտպանության նախարար։ Հասկանում եք, չէ՞։ Ինչ հետաքրքիր ժամանակներ է մեզ սպասվում։ Սաղ պարերը պարել ենք, մնացել էր Աննա Հակոբյանը դառնա պաշտպանության նախարար։ Ես Հերատո ջոկատի հրամանատար եմ։ ապրեք, հասկանում եք, չէ՞։ Ինքը գնաց հասավ դիրքեր, հետո այդ դիրքերից հենց ոտը քաշեց, այդ դիրքերը շատ հայտնի ձևով անհայտացան։ Դուք հասկանում եք, ինչտեղ մենք ապրում ենք շատ տոքսիկ միջավայրում։ Մեզ շատ շտապ պետքա փոխվի այս ամեն ինչ, այս կառավարությունը փոխվի, այս ճղճիմներին տանեն նորմալ մարդ կա վերջապես, ինչքան կարելի է ասենց ապրել։ Բայց ինչքան կարելի է, լավ։ Բայց ամենավատը այն է, որ ահավոր пассив ենք, ահավոր ոչ մեկի սվեջը չի, նստած այնտեղ երկիր են կիսում, երկիր են տալի, արդեն էլի ոչ այնքան ճշգրտված տվյալներով արդեն տվել են այդ կարիդորը։ Բայց դե չգիտեմ, մեզ պետքա հեղափոխություն, մեզ պետքա Պինոչետ։ Ուղղակի իրանք այսօրվա նույն Աննա Հակոբյանը եւ իրա չգիտեմ ոնց կոչեմ են մարդուն, որ իրա կողքն է, ոչ ամուսինն է, ոչ չամուսինն է, մարդ չի։ Նրանք մոռանում են, նրանք պատմություն չեն կարդում։ Թող իրանց ոչ Սադամ Հուսեյնից լավ տղուտեղ դնեն, ոչ Կադաֆիից, ոչ էլ Նիկոլ Չաուշեսկուից։ Այդ թող հիշի, որ Նիկոլ Չաուշեսկու կար Ռումինիայի շեֆն էր, ու իրա կինը Ելենա Չաուշեսկուն։ Հենց իրանց թիկնազորը իրանց գնդակահարեց, դուք հասկանում եք։ Իսկ իրանք մտածում են իրանք անվերջ են, տես բան չկա։ Ամեն ինչ ունի սկիզբ
եւ վերջ։ Սրանց վերջը շատ վատ է լինելու։ Կարծում Շնորհակալություն։ եմ իրանք ստանալու են իրանց արժանի պատիժը։ Ես այդ հույսով եմ ապրում։ Իսկ հավատում եք, որ զոհվածի մայրը նման բան կարող է ասել։ Գիտեք, ոնց ձեզ բացատրեմ, Նիկոլը ու իր այս Աննան մարդկանց այն վիճակի կարան հասցրեն, որ մարդիկ ամեն ինչ ասեն ու անեն վերջապես մի օր։ Ամենայն դեպս զոհվածի մայրը, այն մայրը, որը որ իր երեխային զոհել է սրանց համար, ինչ ասես իրավունք ունի ասելու, հələ մի բան էլ քիչ է ասել։ Փյանն ասում է, որ զոհվածի մայրն իրեն սպառնացել է, որ իր երեխային կկտրտի ու դագաղի մեջ իրեն կհանձնի, հավատում եք դրան։ Կանի։ Չէ, չեմ հավատում, բայց ինքը հիմարի կարան է, բայց այդ ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը անդրադառնալով օրերս Եռաբլուրում զոհվածի մոր հետ ունեցած միջադեպին նշել էր, որ մայրերից մեկը իրեն սպառնացել է, որ իր երեխային կկտրտի եւ դագաղի մեջ իրեն կհանձնի։ Օրագի նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, հավատում եք Աննա Հակոբյանին, թե ոչ։